Բարի օր Արմլու լրատվականի սիրելի հետևորդներ։ Ուրախ եմ տեղեկացնելու, որ Արմլու լրատվականը նոր հաղորդաշար է սկսում՝ ժողովրդի հարցերը։ Այսօր մենք գտնվում ենք Ազգային ժողովի բակում։ Մեր զրուցակիցը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Եղանակը նպաստավոր է եւ որոշել ենք զրուցել հենց Ազգային ժողովի բակում։ Ողջույն, պարոն Սիմոնյան։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, որ չմերժեցիք մեր հարցերին պատասխանել։ Մեր հարցերը մի քիչ բազմազան են։ Մեզանից չնեղանաք, լինելու են նաև այնպիսի հարցեր, որոնք կարող են հաճելի չլինել, բայց մենք Ազգային ժողով եկել ենք, որպեսզի ձեզ բացահայտենք։ Պարոն Սիմոնյան, այս պահին մենք նստած ենք Ազգային ժողովի բակում եւ մեր թիկունքում Ազգային ժողովն է, որը խորհրդային տարիներին եղել է գերեզմանատուն։ Երբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեցիք ու առաջին անգամ եկաք Ազգային ժողով, ինչ աուրա զգացիք այստեղ։ Նախ հետաքրքիր է, որ այսքան տարիներ անց նոր եք ուզում ինձ բացահայտել, կարծում եմ Արմլու լրատվականը եւ իր կազմը ինձ վաղուց ճանաչում է եւ բացահայտելու շատ բան առնվազն ձեր համար չկա։ Ինչ վերաբերում է այստեղ գալուն, դե ես այստեղ եկել եմ սկզբից որպես падգամավոր, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես որպես ավելի ամենաշատ ձայն հավաքած 4-րդ ընտրատեղամասից ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային տեխնացու դարձա падգամավոր, հետո դարձա Ազգային ժողովի փոխոսնակ եւ հետո Ազգային ժողովի նախագահ եւ հաշվի առնելով ձեր ասած փաստը այն է որ այդտեղ ժամանակին գերեզմանատուն է եղել եւ Կոզերնի գերեզմանն է եղել եւ նույնիսկ ասում են որ այդտեղ կաթողիկոս է թաղված եղել։ Գիտեք ինչ, ես գտա ճիշտ որ այդտեղ մի հուշարձան կանգնեցնեմ, որպեսզի ինչ որ ձևով մատնանշենք, որ նման բան է եղել եւ որովհետեւ տարածքում կա միայն մեկ հուշարձան, դա հոկտեմբերի 27-ին նվիրված հուշարձանն է հայտնի եւ ես ինչ որտեղ առանձնացրեցինք եւ շենքի անմիջապես ետևում կանգնեցվեց խաչքար մեծ հուշարձան, որի այսպես ասած նպատակը հենց այդ Կոզերնի գերեզմանի մարդկանց հիշատակը հավերժացնելն է։ Ներսում ինչ վիճակ է, պարոն Սիմոնյան։ Ներսում մատնոլորտը շատ ավելի լավն է, քան երբևէ։ Ես հնարդայի գործընկերներիս հետ խոսում, Ազգային ժողովում բազմաթիվ աշխատակիցներ, падգամավորներ, երեխաներ են ունեցել եւ մթնոլորտը կարծում եմ երբևիցե, նույնիսկ ընդդիմության հետ շփման առումով, կամ շփումը չկա, կամ եթե շփում կա Ազգային ժողովի բակում, հա, Ազգային ժողովի միջանցքներում, դա առնվազն նորմալ մարդկային շփում է եւ քաղաքական են վեճերի եւ կռիվներից դուրս շփում է։ Պարոն Սիմոնյան, պետք է արձանագրենք, որ դուք Ազգային ժողովի միակ նախագահն եք, որը պաշտոնավարվում է մինչև վերջ, մոտավոր 6-7 ամիս է մնացել։ 6-7 ամիս կա նպատակ հեռանալու, շուտ թողնելու պաշտոնը, թե մտածում եք, որ մինչև վերջ պաշտոնավարելու եք։ Ինչ ռիսկեր կա օրինակ ռիսկեր կա, որ դուք կիսատ կթողեք ձեր գործը եւ կհեռանաք։ Նախ կիսատ արդեն էլ չի լինի, որտեվ կեսը արդեն անցել ենք։ Հույս ունեմ, որ պատվով այս 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի ժամանակահատվածը կավարտեն, իսկ թե հետո ինչ կլինի, կարծում եմ նախ եւ առաջ պետք է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից դատենք եւ քարոզարշավից դատենք, հետո արդեն պարզ կլինի թե ինչ պատկեր կունենանք, ես ինձ պարլամենտական եմ համարում։ Իսկ հաջողությունը ո՞րն էր ըստ մտածել եք, որ կարողացաք այնպես անել, որ մինչև վերջ պաշտոնավարեցիք Ազգային ժողովի նախագահ։ Շտապում, ես ուզում հասկանամ ինչ է շտապում։ Չէ, դե եղել է ժամանակահատված, որ մոտ 2-3 տարի հետո Ազգային ժողովի նախագահները կամ այլ պաշտոնների են նշանակվել, կամ հրաժարական են ներկայացրել։ Հա, չի եղել։ Մեր պատմության մեջ չի։ Հաջողությունը երևի մարդկանց իմ թիմի հետ միասնական լինելն է։ Իմ թիմի անդամների ուղղությամբ հարվածները իմ սեփական ինձ հասցված հարվածների պես ընկալելն է եւ նույն ձև արձագանք տալն է, ինչպես նաեւ մեր ժողովրդի սատարումն է, որովհետեւ իմ այստեղ Ազգային ժողովի նախագահ կամ Ազգային ժողովի падգամավոր լինելու որոշումը եւ թույլտվությունը տալիս է մեր ժողովուրդը եւ այդ թույլտվությունը ունենալն է։
Նաև Սիմոնյան, կուզեմ նշեմ, որ ազգային ժողովի նախագահների կյանքը այնքան էլ հարթ չի ընթացել նախկինների նկատմամբ։ Արարատ Միրզոյանի դեպքում դաժանաբար ծեծի ենթարկվեց Հովիկ Աբրահամյան, Սամվել Նիկոյան, Տիգրան Թորոսյան, դատարանների դռներն են այս պայդրությամբ, իսկ Արթուր Բաղդասարյան, Արմեն Խաչատրյան լրիվ քաղաքական դաշտից հեռացված են այս պահին։ Դուք Կարեն Դեմիրճյանը սպանվել է։ Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյան, որի դեպքը դաժանաբար գիտենք ճակատագրի մասին ձեր մտածել եք երբևիցե։ Ես ունեմ իմ ճակատագիրը։ Ինչ ապակայի օրինակ կանխատեսում երբևիցե այս դեպքերը Ես ոչ մի ձևով չեմ ուզում ինձ որևիցե մեկի հետ համեմատել եւ վստահ եմ իրանք չեն ուզում իրենց ինձ հետ համեմատել։ Ես ունեմ իմ ճակատագիրը, իմ ճանապարհը եւ չեմ նայում այդ ուղղությամբ, դա իմ համար ոչ չափորոշիչ է, ոչ մտահոգ անհանգստանալ, թեկուզ դաժանաբար ծեծի հետ կապված, որ Արարատ Միրզոյանին ծեծեցին, հետագայում ինքը խնդիրներ ունեցավ աչքի հետ առողջական։ Նախ պետք է ասեմ, որ նման բանի մասին մտածել նշանակում է ուղղակի չաշխատել, նշանակում է ուղղակի չապրել եւ ես ընդհանրապես այդ բաների մասին չեմ մտածում։ Ես ունեմ իմ ճակատագիրը, ունեմ իմ ճանապարհը, ունեմ իմ աշխատելավոճը, ոչ որևիցե մեկից առավել բարձր եմ ինձ համարում, ոչ էլ առավել եւս ցածր եմ համարում։ Ամեն ժամանակահատված ունենում է իր ազգային ժողովի նախագահ, Պարոն Միրզոյանը իր ժամանակահատվածի բանից հետո հեղափոխությունից հետո իր գործառույթը լիակատար կատարեց եւ դուք ասում եք ծեծի ենթարկել, բայց Պարոն Միրզոյանին ուզեցել են սպանեն եւ նպատակը եղել է Պարոն Միրզոյանի սպանելը եւ փառք Աստծո, որ այսօր իմ ընկերը առողջ է, այսօր իմ ընկերը շարքի մեջ է եւ էլ շատ երկար հուսամ ինքը այդ շարքի մեջ կմնա ու կծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Ես ուղղակի թվարկեցի ազգային ժողովի նախագահի Ես Ալենն եմ Սիմոնյան, ես չեմ ուզում իրանց հետ համեմատվել։ Իրանք էլ թողի մեջ չհամեմատվեն։ Կարծում եք սա ձեր վերջին բարձր պաշտոնն է, թե թռիչքի տեղ դեռևս ունեք, պարոն Սիմոնյան։ Մտածեք, օրինակ 2026 թվականից հետո ընտրություններ են, ինչ կա ինչ որ պաշտոն նշածող, որ ձեզ համար կա այս պաշտոնության, որ բաների մասին չեմ մտածում։ Ես գտնվում եմ իմ տեղում, ես սիրում եմ իմ աշխատանքը, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կորոշի, որ ես պետք է շարունակեմ, ես կշարունակեմ։ Եթե իմ թիմը որոշի, որ ես պետք է շարունակեմ, ես կշարունակեմ։ Քաղաքականությամբ զբաղվելը այսօր բարձր պաշտոնյա լինելը, այն բարձր պաշտոնյայի կերպարը չէ, որը որ հիմնականում մեր ժողովուրդը սովոր է տեսնել եղել նախկին ժամանակահատվածների բերումով, երբ որ պաշտոնյան ամենակարող էր, երբ որ պաշտոնյան անպատիժ էր, երբ որ պաշտոնյան իր ամենամեծ խնդիրը հանդիսանում էր, չգիտեմ, հաջորդ ընտրությունների համար ինչ որ գումար կուտակելը կամ ինչ որ ձայն կուտակելը։ Այսօր բարձր պաշտոնյաները մեծ պատասխանատվություն է, ծանր բեռ է։ Իմ համար իմ նյարդային համակարգը ես պինդ եմ պահում, չնայած շատ դժվար է պինդ պահել նույն լրագրողների հետ շփման պատճառով, նույն ագրեսիվ խոսույթի պատճառով, որը որ ժողովրդի մեջ ներդրված է Ձեր անձի հետ կապված զգում եք օրինակ այս ժամանակ ինչ եք զգում, ես կուզեի դուք ասեք ժողովրդից կամ աշխարհի չափ սիրում են կամ ատում են։ Որն է պատճառը, վերլուծում եք։ Չկա ուրիշ տարբերակ։ Ինչի կան մարդիկ, որոնք որ հայտնի են, որոնց միայն սիրում են, կամ մարդուն միայն ատում են, չէ, իհարկե։ Նույնիսկ չգիտեմ, ասենք այն հեռուստատեսության աստղերը կամ շոու բիզնեսի աստղերը ունեն իրենց ատողներին եւ ունեն իրենց սիրողներին։ Ես մարդկանց հետ շփվում եմ, քայլում եմ յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր մարդու հետ պատրաստ եմ շփվել, նույնիսկ այն ամենածայրահեղ մարդու հետ, այնքան չափով, մինչև դա ադեկվատության աստիճան ունի։ Ոչ մի տարօրինակ, ոչ մի զարմանալի բան չկա ու ոչ մի, կարծում եմ, քննարկելու բան չկա։ Տենց էլ պետք է լիներ։ Օրինակ ձեր ատողներին մտածել եք ինչն է պատճառը, ինչ կա, օրինակ այդ ագրեսիան, որ տեսնում եք, ինչից ելնելով է այդ ագրեսիվ տրամադրվածությունը ձեր հանդեպ, որովհետև իսկապես կա, էլի, կամ ձեզ սիրում են կամ ատում են։ Այդ ագրեսիան ինչից է գալիս։ Մտածել եք երբևիցե։ Որն է ձեր սխալը եղել, որ չեն ուզում լսեն այն ինչ որ ես ասում եմ, կամ իմ ասածը իրենց ցավեցնում է, որովհետև այլ դեպքում ինչի համար ինձ ատել, որովհետև ես այլ կարծիք ունեմ, այդ կարծիքը կարող է ինչ որ ձևով շփացնում եմ ինչ որ մարդկանց դեմքին
դա իրանց դուրս չի գալի, որտեվ իրանք են կիսում այդ կարծիքը, որովհետեւ եթե հակառակն ենք նայում այն մարդկանց, ովքեր որ ինձ սիրում են, հա, պայմանական, գրեք, ընդհանրացնելով եմ ասում, parza որ կան ինչ-որ անհատական դեպքեր, թե սիրելու թե չսիրելու դեպքում, բայց եթե դրականն ենք ընդհանրացնում, մարդիկ սիրում են ինձ ինչի համար, որովհետեւ ես ասում եմ այն, ինչ որ իրանք ուզում են ասել, եւ տեսնում են, որ ինչ որ մեկը կա, որ իրանց ասածը ու իր խոսքերով այնուամենայնիվ բարձրաձայնում է եւ հակառակն է բնականը մարդիկ չեն սիրում որտեվ ես ասում եմ այն ինչը իրանց դուր չի գալիս լսել այլ параգայում ինչի համար ինձ կարելի է չսիրել այդ ինչ եմ արել ես ուզում հասկանամ ինչի մեջ կարելի է ինձ մեղադրել ես եմ ձեզ հարցնում ինչ է կարել որ ծեր չեն սիրում դրա համար հարցնում եմ լուծել եք կա ինչ որ դա այդպեսի չսեր չի որից համար որի համար ես պետք է անհանգստանամ ես որից է մեկի ճակատագիրը չեմ խորտակել, ես որևիցե մեկի կյանքի հետ կապված որևիցե ոտնձգություն չեմ արել, ոչ որևիցե մեկին չեմ ունել զրկել, մնացած իմ կարծիքի համար չսիրել, իմ դիրքորոշման համար չսիրել, իրենց ընտրությունն է։ Ինչ որ մարդիկ էլ իրենց չեն սիրում, իրենց դիրքորոշման համար։ Մի առիթով դուք ասել եք, որ դուք անձնական հեղինակություն չունեք, ձեր վարկանիշը Նիկոլ Փաշինյանինն է։ Հարաբերությունները նույնն են այս պահի դրությամբ։ Անձնական հեղինակություն ճաշկում չունեմ։ Ես ունեմ իմ հեղինակությունը, իմ ինքնին։ Բայց հեղինակությունը ձեզ համար, այո, Նիկոլ Փաշինյան։ Անձնական իհարկե, որովհետև իմ երկրի ղեկավարն է, իմ թիմի ղեկավարն է, մեր կուսակցության ղեկավարն է եւ իմ քաղաքական գործունեությունը, եթե համեմատեք եւ դնեք պարոն Փաշինյանի գործունեությանը, դուք կտեսնեք, որ ես իր քաղաքական դիրքորոշման ոչ թե այլընտրանքային, այլ եւս մեկ մեկնաբանությամբ ներկայացնող անձն եմ եւ ասենք չի կարա տենց լինել, որ ես մի օր չի կարա տենց լինի, որ ենթադրենք ես մի օր չգիտեմ ընկալվեմ որպես մարդ, որը այլ կարծիք ունեցել, բայց եղել է այս թիմում։ Ես այս թիմի անդամ եմ, բայց ինչ պետք է լիներ։ Պարոն Փաշինյանը վերջերս նշում էր, որ ԿՊ-ում կան շատ մարդիկ, ովքեր կարող են լավ վարչապետի տեխնացու լինել։ Օրինակ, ձեզ դիտարկում են ըստ ձեզ։ Կա իրենց ես հույս ունեմ, որ ոչ, որովհետև ինչու՞ Փաշինյան չեք ուզում վարչապետ։ Չէ, անկեղծ չեմ ուզում, ոչ թե դրա համար որ դա սխալ է ասել կամ այն պատասխանատվությունը, որը որ կա վարչապետի վրա, մեր երկրի параգայում եւ մեր ժամանակահատվածում ես ես վստահեցնում եմ շատ ու շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք հիմա պայքարում են իշխանություն վերցնելու համար կամ ցույց են տալի որ պայքարն, իրանք էլ չեն ուզում։ Նենց որ այդ մեղր քսած չի այդ տեղի վրա եւ ոչ մի զարմանալի բան չկա։ Ես ինձ ընկալում եմ հետեւյալ ձևով, ես քաղաքականության մեջ կլինեմ այնքան ժամանակ, ինչքան պարոն Փաշինյանը կլինի քաղաքականության մեջ։ Ես չեմ կարծում, որ այն պահին, երբ որ վարչապետը Փաշինյանը կդադարի քաղաքականության մեջ լինել, ես կշարունակեմ։ Լինի դա թեկուզ վաղը, լինեմ ես, չգիտեմ, ոչ թե հիմա 45 եմ, լինի ես նույնիսկ 25 տարեկան։ Ես այլևս մեկ ընդմիշտ սերտ կապված եմ Նիկոլ Փաշինյանի հետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որտեղ ես այդ կուսակցության հիմնադիրներից մեկն եմ։ Եվ կներեք ճամբար փոխել, առանձին քաղաքական կարիերա սկսել, ցանկություն չունեմ։ Ես շատ մեծ հաճույքով, երբ որ կհամարեմ, որ իմ առաքելությունը կատարել եմ, ես մեծ հաճույքով կանցնեմ իմ անձնական կյանքով ապրելու։ Պաշտոնը հավերժ չէ կան Սիմոնյան, դրա համար այս հարցը պետք է հնչեցնեմ։ Տեսնում եք ինչ-որ մեկին, որը պետք է դառնա ձեր ժառանգորդը ազգային ժողովում, որովհետև անդադար մամուլում էլ անուններ ով էլ դառնա, ես ուրախ կլինեմ, ես կողջունեմ եւ ամեն ինչով կօգնեմ։ Ընդհանրապես նման մտահոգություն ոչ ունեմ, ոչ դրա մասին մտածում։ Վերջին մի քանի հարցը, որ դուք ինձ տվեցիք, ես ուղղակի նման բաների մասին չեմ մտածում։ Ես չեմ կարծում, որ դրա մասին պետք է մտածել։ Բայց 2026 թվականը մոտենում է, ընտրություններ, վերադասավորումներ, ընտրությունները հաղթելու։ Ես այլ բանի մասին մտածելու որևիցե խնդիր չունեմ։ Պաշտոնի խնդիր չունեք, այսինքն վերադառնալ, գնալ այլ պաշտոնի, չեք մտածում։ Ես չեմ լինի, կլինեմ մեկ այլ պաշտոնի, եթե իմ թիմը կգտնի այդ տարբերակը կամ վարչապետը կառաջարկի կմտածեմ, բայց դրա մասին մտածելը նախ անշնորհակալ գործ է, երկրորդը անիմաստ գործ է, երրորդը դա չի կարող քո մտքի, եթե դու լուրջ պաշտոնյա ես, դա չի կարող քո միտքը զբաղեցնել, դա
քո մասին է, այլ ոչ թե այն բանի մասին, թե ինչ դու պետք է անես։ Դա ենթադրում է, որ դու այդ տրամաբանությամբ պետք է ապրես, այդ դրա համար ինչ-որ բաներ անես։ Տեսեք, դուք վերջերս ինձ հարցնում եք վարչության ընտրության հետ կապված, լրագրողները վստահ չեն, որ դուք էլ եք այնտեղ։ Որ 11-րդ տեղում եք, ես քարոզարշավ չեմ արել։ Ես եզակի 2-3 մարդ է եղել, որ քարոզարշավ չի արել։ Ինչի՞ բան Սիմոնյան, ինչ Չեմ հասցրել։ Չեմ հասցրել, թող ինձ նրան իմ կուսակիցները, ընդամենը մի տեղ մի անգամ այլ բանի մասին եմ խոսացել, Իջևանում զուտ այնտեղ այցելություն ունեի, պատմել եմ մեր կուսակիցներին։ Տավուշի մարզեի կայցել։ Մի անգամ հա այդ իրանց որ գնացել է, զուտ պատմել եմ բանի մասին, խաղաղության գործընթացի մասին։ Ես քարոզարշավ չեմ արել։ Գիտեք ինչ, մեր թիմի մեջ նման բանը այնքան ժողովրդավարական գծերի վրա է դրված եւ այնքան ակնհայտ է, որ մեկը ինչ որ մի բան նես չի անում կամ նես չի անում, որ դրա կարիքը վաղուց արդեն չկա։ Գուցե դուք լավատես եք դրամարկված, բայց ձեր կուսակցությունում լավ պայքարողներ կային։ Ես լավատես եմ, ես ինքս ինձ լավ եմ ճանաչում։ Ես գիտեմ, որ ես ինչի եմ ունակ, ես վստահ եմ, որ իմ թիմակիցներն էլ գիտեն ես ինչի եմ ունակ։ Ես վստահում եմ իմ թիմակիցներին, ես վստահում եմ անկախ նրանից, թե ինչ խոսակցություններ կլինեն, ինչ իրադարձություններ կլինեն։ Խառնավանքներ կլինեն Դա բոլոր տեղերում են լինում, դա նույնիսկ փոքր խմբագրություններում են լինեն, ուժուշ կոլեկտիվներում են լինում։ Այսինքն դրանով իրենք սկսեցի դու դրանով ապրել, դու ուղղակի վերանում ես։ Լավ, եղավ իրավիճակ, գնահատում ես, քայլեր անում ես եւ անցնում ես առաջ։ Հակառակ բարադամ գերի ես դառնալու դրան եւ ոչնչանալու ես։ Կողքից գալու են ուզենալու են լավ լուր քո վրա վաճառեն։ Կողքից գալու են ուզենալու են ասեն, թե ես քեզ օգնեցի, բա իմացար ես ինչ ես։ Ու դու դառնալու ես այդ ցիկլի մի մաս եւ հաղթող դուրս չես գալու դրանից։ Իսկ քննադատությունների հետ կապված ինչպես եք վերաբերվում։ Օրինակ կա մի քննադատություն, որ ձեր հասցեին հնչել է ու դուք դա արդարացի եք համարում, որ իսկապես ճիշտ էր այդ քննադատությունը։ Նա ժամանակ պահ լինում, որ ինչ որ քննադատություն է լինում, որ կիսով չափ կարող եմ ընդունել, լինում է որ ամբողջությամբ կարող եմ ընդունել, լինում է արդարապես։ Մեկը նշեիք, պարոն Սիմոնյան, թե հիշեք, որ հնչել է թեկուզ ընդդիմադիր դա ճիշտ։ Եկեք դուք ասեք օրինակներ, ես ասեմ դա ճիշտ է, թե սխալ իմ ընկալում է, բայց ես անկեղծ չեմ հիշում։ Լսեք, ձեր լսում եք քննադատությունները, թեկուզ ձեր թիմից, որ ասում են պարոն Սիմոնյան այստեղ սխալ եք արել, պետք է խոսքասեիք։ Հաճախ լինում է, որ ինչ որ մարդկանց արձագանքելը ինձ կողքից իմ ընկերները ասում են, որ պետք չի, ինչ ես արձագանքում։ Չունում եմ այդ քննադատությունը, բայց միևնույն ժամանակ համարում եմ, բա եթե ես չարձագանքեմ, բա ով արձագանքի, կամ իմ արձագանքը եւ ենթադրենք իմ խոսնակի կամ որևիցե падգամավորի արձագանքը, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Եվ օրինակ դրա հետ կապված բան կա, քննադատություն կա։ Ինչ վերաբերում իմ գործունեության հետ կապված, չգիտեմ, կարելի է ինձ քննադատել հարցազրույցի ժամանակ ինչ որ ինֆորմացիաներ շատ ավելի պարզ ձևով կամ ավելի հաճախ ներկայացնելու համար, քան դա պետք է, չեմ կարող ասել։ Ընդդիմախոսների քննադատությունը կներեք, դրանք ընդդիմախոսների քննադատությունն են, որոնք իրենց նպատակը ունեն։ Լսում եք ընդդիմադիրների։ Թե լսում եմ, հա, խղճում եմ իրանց։ Խղճում եմ, որովհետև մեկ-մեկ մտածում եմ, ասում այ որ ես լինեի ընդդիմադիր падգամավոր, կարելի էր ասել, գալիս են խոսում են այնպես բաների մասին, որ ասում ես լուրջ, էդ էր, որ պետք է ասեիք։ Ու դրա համար համարում եմ, որ ազգային ժողովը այլևս գնում է ընտրությունների, ժամանակը եկել է եւ ընդդիմությունը եւ քաղաքական խոսակցությունը իրենց սպառել են ազգային ժողովում։ Ես որ դուրս եմ գալի լրագրողների մոտ, լրագրողները ինձ այլևս ընդդիմությունից հարցեր չեն տալիս։ Իսկ դա արդեն ցուցիչ է։ Ու արդեն քանի անգամ է դուրս եմ եկել, չեն հարցնում լրագրողները ընդդիմությունից։ Դա նշանակում է, որ խոսակցությունը ավարտվել է եւ ընդդիմությունը, ինչպես նաեւ իշխանությունը պետք է ռեստարտ լինեն։ Ընդդիմությունն ասում է, որ դուք անդադսուտ եք խոսում ձեր քաղաքական Ես ասում եմ իրանք են սուտ խոսում, հետո ինչ։ Պաշտոնական այցելություններին, որտեղ իրանք կարող են միջազգային գործընկերներին ներկայացնել, նույնիսկ այն մարդկանց, որոնց մասին իրանք ստեղ խոսում են, որոնք իբր առանց հանիրավ ձևով կալանավորված են եւ այլն։ Նույնիսկ չեն գալիս այդ մարդկանց մասին այնտեղ խոսեն։ Չեն գալիս Ղարաբաղի մարդկանց մասին միջազգային բաներում խոսեն։
այդ ձեր ասածը ասում են, որ իբր ինչ էլ ասենք, ինչի են գալիս, ինչ են աշխատավարձ ստանում։ Կարա մեկը ինձ ասի, ինչի համար է ընդդիմադիր падգամավոր այս անուն ազգանունը գնում իր բանկամատի քարտը դնում բանկամատի մեջ եւ գումար վերցնում կամ գնում առևտուր անում այն գումարով, որ ինքը ստանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Մենք վատն ենք, լավն ենք, մենք ինչ որ գործողություն ենք անում, օրենք ենք ընդունում, վատ օրենք ենք ընդունում, լավ օրենք ենք անում, ինչ որ գործ ենք անում։ Հիմա կարելի է դա գնահատել կամ չգնա։ Ուզում հասկանամ ընդդիմադիր падգամավորը ինչի համար է աշխատավարձ ստանում։ Եթե 5 տարվա մեծ մասը գործի չի եկել, եթե չի զբաղեցնում իր պաշտոնները, եթե չի գալիս այն նշած բաներին, ինչի համար։ Պարոն Սիմոնյան, կա ինչ-որ մի կարմիր գիծ, որին հասնելու դեպքում դուք կասեք, որ ես քաղաքականությունից դուրս եմ գալիս։ Մարդու կյանքն ու ազատությունը իմ համար ամենաչափ բանն է։ Մտածել եք երբևիցե։ Սկզբում ասացիք, որ Նիկոլ Փաշինյանի հետ եկել եք եւ իր հետ էլ կգնաք քաղաքականությունից։ Բայց կա ինչ-որ մի կետ, որ մտածում եք, այս կետը եթե հասնի, այս կարմիր գծին հասնենք, պետք է թողնել քաղաքականությունը։ Պարագայում նման բան չի լինի։ Այսինքն մենք գաղափարակից ենք։ Ես նորից եմ ասում, պետք չի մեր հարաբերությունները մեր թիմի ներսում դիտարկել որպես միայն շահադիտական, միայն տենց կարիերիստական կամ միայն այլ բաների տրամաբանության մեջ։ Մենք գաղափարակից ենք։ Մենք ունենք նույն գաղափարը, երբ որ ես ինչ-որ բանի հետ համաձայն չեմ, ես ասում եմ, ես դրա հետ համաձայն չեմ։ Եվ այդ խոսակցությունը շարունակում է մինչև այն պահը կամ երբ որ ես եմ հասկանում, որ սխալ եմ արել, կամ երբ որ այդ որոշումը փոխվում է, կամ երբ որ ես հասկանում եմ, որ այնուամենայնիվ, հա, միգուցե սենց ավելի ճիշտ է, հակառակ պարագայում ինչ կա շարունակելու։ Չեք թիրախավորվում թիմակիցների կողմից, օրինակ, չգիտեմ, ասում եք ինչ-որ բան կա, եթե ես ասում եմ, գիտեմ, որ դա ճիշտ է, ասում եք, այդ դեպքում ներսի թիրախավորվում եմ, ենթադրենք թիրախավորվում եմ եւ հազարավոր մարդիկ կան թիմում մեր, հազարավոր։ Միայն համագումարին մասնակցում էր ընտրելու իրավունք ունեցող 1000 մարդ, այդ պատվիրակները դա ընդամենը փոքր տոկոսն են մեր կուսակիցների եւ թիմակիցների։ Ենթադրենք թիրախավորու եւ ինչ ա լինել։ Պարոն Սիմոնյան, եղել է ժամանակահատված, որ ինչ-որ արտահայտության, ինչ-որ խոսքի համար, արարքի համար զղջացել եք ու մտածել եք, որ արժեր սրա համար ներողություն խնդրել։ Երբ որ զգացել եմ, ներողություն եմ խնդրել։ Երբ որ դա զգացել եմ, ներողություն եմ խնդրել, համարում եմ ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ բան չկա, դա խոսում է մարդու ուժեղ լինելու, գիտակից լինելու մասին։ Արել եմ դա։ Ներսում թիմային, թե նաև հանրության։ Հրապարակային ես շատ անգամ ներողություն եմ խնդրել։ Եթե բացեք իմ գրառումները, բացեք իմ նայեք տարիների ընթացքում բազմաթիվ անգամ եղել է, որ ես ներողություն եմ խնդրել։ Չեմ ամաչում դրանից, մարդը սխալական է, ես նույնպես մարդ եմ։ Որ քաղաքական որոշումն է, որ որոշում կայացրել եք ու մտածում եք մինչև այս պահը, որ սխալ եք եղել եւ զղջում եք այդ քաղաքական որոշման համար։ Չկա իմ բանի մեջ տենց պատմության մեջ տենց կտոր, որ անձնական չի եղել քաղաքականության մեջ նկատի ունեմ, այսինքն անձնական չեմ կարող մտաբերել, անկեղծ չեմ կարողանում մտաբերել։ Չկա, չգիտեմ։ Եթե եղել է, փորձել եմ շտկել, բայց որ տենց հարցը տալիս եք, հետ որ գնանք, օրինակ 2018-ից որ գալիս եք։ Ինչ սխալ։ Լրիվ ճիշտ որոշում եք կայացրել, չգիտեմ։ Հարցնում եմ, օրինակ ԿՊ-ի հետ ճանապարհ գնալ, գալ հասնել, հիմնադրել եք ու իր հետ ճանապարհ եք գնացել։ Իմ մեջ է, ես այդ կուսակցության հիմնադիրներից մեկն եմ, ես երբ որ վարչապետը ինձ այն ժամանակ առաջարկ արեց քաղաքացիական պայմանագիր միավորումը ստեղծելու, ընդամենը 3 հոգի էին, ես 4-րդն էի, եւ վարչապետը ինձ առաջարկեց, ասեց դու որտեղ ես քեզ տեսնում, ես ասացի հենց ամենամեջտեղում, եւ իհարկե ոչ մի բան չկա, որ ես զղջացել եմ, դասեր եմ քաղել շատ բաներից, շատ բան սովորել եմ իմիջիալից իմ ընկերներից, իմ գործընկերներից, որոնց հետ վեճեր եմ ունեցել, առճակատումներ եմ ունեցել, իմ գործընկեր, որոնք հիմա մեր վարչության անդամներն են, վեճեր եմ ունեցել իրանց հետ եւ իրանցից շատ շնորհակալ եմ, որտեվ ես իրանցից սովորել եմ։ Ես իրանցից շատ բան եմ սովորել ու շնորհակալ եմ իրանցից դրա համար։ Այսինքն ընկերներ են, հիմա մնացել են ընկերներ, կուզեի ձեր ընկերների մասին խոսեինք։
Դե իհարկե ունենք։ Եթե վիճում եք, վերջակետ եք դնում, պարոն Սիմոնյան, թե լինում է ժամանակահատված վիճում եք։ Որ տենց ինչ-որ երկար ժամանակ տենց ինչ-որ նեղսրտած ենք լինում իրարից, բայց գիտեք ինչ, մեզ մի հատ տենց կարևոր կարմիր թելով մենք միացած ենք իրար, նախ եւ առաջ են հիմնական են առաջնային կազմը, որոնց հետ մենք սկսել ենք ճանապարհը, այդ մեր կապը շատ ուժեղ է եւ այդ մեր կապը մեզ փրկեց 2020 թվականին, այդ կապը մեզ փրկեց 2021 թվականին եւ միշտ ամենածանր իրավիճակներում մեր այդ կապը, մեր ընկերությունը, մեր իրար վստահելը մեզ փրկել է։ Նույնն եք մնացել, պարոն Սիմոնյան, այդ թելով կապված մարդկանցով, որոնք ճանապարհ եք անցել 18 թվականից, նույն մարդիկ են մնում, թե փոխվում են նաև այս տարիներին, պաշտոնից ելնելով, դիրքից ելնելով, եթե անկեղծանանք, մնում են նույն ընկերները, նույն մարդիկ։ Հիշեն մեկին, որ հիմա մեր հետ է, թիմի անդամ է, ժամանակին մոտ ենք եղել, հիմա մոտ չենք։ Չեմ կարողանում հիշել։ Կարող եմ ասել մարդիկ, որոնք որ նոր են մտել, նոր են, այսպես ասած, դարել այդ կարմիր թելով կապած այդ նեղ ընտանիքի ճակերտավոր իմ համար, իմ ընկալմամբ նեղ ընտանիքի մարդիկ եւ կարող եմ տենց մարդկանց ասել, հա, մտաբեր, բայց որ դուրս է եկել հիմա հետը չեմ շփվում, չէ, շատ գերազանց հարաբերություններ ունեմ Արայք Հարությունյանի հետ, իմ ընկերն է, կարող եմ վիճել հետը, կարող եմ կռվել իրար հետ, բայց ինքը իմ ընկերն է, վստահ եմ, որ յուրաքանչյուր պահի կարող եմ իր ուսին հենվեմ, ինքը կարող է իմ ուսին հենվել, նույնը կարող եմ ասել Պապիկյանի մասին, նույնը կարող եմ ասել մնացած իմ գործընկերների մասին, որոնց հետ ես աշխատում եմ։ Գիտեք ինչ, խնդիրներ լինում է միշտ, բայց այլ հարց է, որ դու դրա պատճառով նախ չես թշնամանում, երկրորդը ինքը չի դադարում քո ընկերը լինել, իսկ իրանցից ոչ մեկ չի դադարել իմ ընկերը լինել։ Իսկ այդ կարմիր թելից դուրս դուք ընկերներ ունեցել եք, կամ ընկերներ, որ քաղաքական առումով տարբեր դաշտերում եք հիմա հայտնվել, պահում եք կապը, թե ես կուզենամ պահեմ, իրանք չեն պահում։ Հա։ Ես յուրաքանչյուր հետ իրանց պատրաստ եմ շփվել։ Ինչն է խնդիրը, իրանք են խնդիրը։ Իրանք են խնդիրը։ Իրանց համար պրոբլեմատիկա է մեջ շփվելը, որովհետև այդ նույն ընդդիմադիր դաշտի այլ մարդիկ իրանց կարող են մեղադրել իշխանության ներկայացուցիչի հետ մոտ հարաբերությունների մեջ եւ իրանց համար դա պրոբլեմատիկ է։ Ես ոչ մեկի հետ կրկնում եմ, ում հետ ընկերություն եմ արել, ոչ մի խնդիր չունեմ, հենց այս խնդիր չեք ունենա։ Ինչի՞ պետք է խնդիր ունենա։ Այլ դաշտերում գտնվելու համար, քաղաքական հակառակորդ լինելու համար։ Այդ խնդիրը։ Օրինակ, հենց այդ շփում ընկերություն անելը, որը կարող է վնասել ձեր։ Այսինքն ինչ չեն ճանաչում, ես էլ բանն եմ, հա, տենց ինչ-որ նոր սկսնակ ինչ-որ բան եմ, պետք է խոստանեմ, բերեմ։ Այդ սաղի մեջով անցել ենք, այն որ այս ինչը քո այդ բարեկամական կապ ունի, դու հոտված ես պատվիրում, այս սրան ես հոտված պատվիրում, նրան ես, դրա մեջով անցել ենք, նայել ենք, տեսել ենք, որ նման բաներ չկա։ Հետո ես իմ տեղը ու դերը ունեմ իմ թիմի ներսում եւ նենց չի, որ ենթադրենք ես ինչ-որ մեկի հետ խոսալով կամ ընկերություն անելով պետքա իմ տեղը եւ դերը տենց բան լինի։ Թիմում հասկացած եք։ Ժամանակ եկավ, սկզբունքային հարց եղավ, եթե ես իմ թիմակցի հետ, իմ ամենամոտ զինակցի հետ կարամ վիճեմ, ասեմ սկզբունքորեն սա սխալ է եւ սա ճիշտ է, ուրեմն որ ես ենթադրենք ընդդիմադիր դաշտում գտնվող իմ որևիցե մեկ այլ ընկերոջ հետ այդ դրա շուրջ չվիճեմ, ես իմ մերոնց հետ եմ վիճում, իրանց հետ ինչի՞ պետք է չվիճեմ, ինչ որ բաներից ելնելով, բայց ափսոսում եմ։ Ես իրանք եթե այն մարդիկ, ովքեր որ կդիտեն այս տեսանյութը կհամարեն, որ իրենց է ուղղված, ես ասում եմ այո, ձեզ է ուղղված, եւ եթե իրանք ուզում են իմ հետ շփվել, ես յուրաքանչյուր հետ պատրաստ եմ շփվել։ Ուզում եմ անկեղծանանք, 2020 թվական հասանք, մինչև 2020 թվական գիտեմ, որ ծանր ժամանակահատված է եղել նաև ձեզ համար, ձեր հայրենիքը Ակնան այլևս հայկական չէ, դուք հաշտ եք դրա հետ, պարոն Սիմոնյան, լինում է ժամանակ, որ որպես հայ մարդ, որպես հայ, դա քաղաքական հայտարարություն էր եւ այն քաղաքական գործիչներ իրենց համարող մարդիկ եւ Facebook-յան ստատուս չի մարդիկ, որոնք համարում են, որ դրանով ինձ ինչ-որ ձևով ուզում են հարվածեն կամ ինչ-որ ձևով ուզում են հակադրեն, իրանք իրենց ծիծաղալի դրության մեջ են դնում։ Դա քաղաքական հայտարարություն է եւ արված էր Սերժ Սարգսյանի ասածին որպես հակադրում, որը որ ասում էր, որ դա իմ հայրենիքը չի եւ
նա նկատի չուներ, որ ինքը այնտեղ չի ծնվել, դա նույնպես քաղաքական հայտարարություն էր, ասելիքը հետևյալն էր, որ ես պատրաստ եմ դա զիջել։ Իմ հայտարարությունը նրա մասին էր, որ ես պատրաստ չեմ դա զիջել։ Դա չի նշանակում, որ ես այնտեղ ծնվել եմ, դա չի նշանակում, որ դա քաղաքական դիրքորոշման փոփոխություն է։ Ես այն ժամանակ մտածել եմ տենց եւ պատասխանել եմ Սերժ Սարգսյանին։ Եվ հիմա այն մարդիկ, ովքեր փորձում են դա ինձ որպես մեղադրանք ներկայացնել, քաղաքականապես բոբիկ անիմաստ գործողությամբ են զբաղված, թող շարունակեն, թող փորձեն տենց ինձ հարված, այն էլ բան չկա, պատի այդ ապուշ թեման կներեք ես բարի համար, բանանեն, դա քաղաքական հայտարարություն է եղել, Հայաստանի Հանրապետության այդ ժամանակահատվածի քաղաքական իրողություններին համապատասխան։ Եվ ես ընդհանրապես չեմ զղջում դրա համար։ Արցախը հայաթափվել է ձեր իշխանության օրոք, միշտ դա կրկնվելու է։ Ես ուզում եի հասկանամ, դուք երբ որ մենակ եք մնում, կարոտում եք Արցախը, ցավ զգում եք, նույնիսկ գուցե արտասվեք Արցախի կորստի համար, դա եմ հարցնում։ Երբևիցե երբ որ մենակ եք մնում, զգում եք այդ ցավը։ Լսեք, ես հայ մարդու եմ հարցնում։ Լսեք, Ղարաբաղի հայաթափումը չի սկսվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, չի սկսվել 2023 թվականի սեպտեմբերին հայերին ընդեղից դուրս բերելով, Ղարաբաղի այդ հայաթափումը սկսվել է այն պահից սկսած, երբ որ այն մարդիկ, ովքեր որ պետք է այնտեղ ապրեին եւ պետություն կառուցեին, սկսեցին տներ կառուցել Հայաստանի Հանրապետությունում եւ ապրել ստեղ եւ բարձրակ շենքեր կառուցել։ Երբ որ սկսեցին պետական բյուջեի եւ բանակի հաշվին Սևանա լճի ափին ամառանոցներ կառուցել։ Երբ որ զինվորական ոստիկաններին եւ զինվորներին որպես պահակ տարան իրենց տան մոտ կանգնացրեցին։ Երբ որ բանակը զինեցին 80-ականների զենքերով, բայց իրենց համար գնեցին 2008 թվականի Range Rover-ներ, Land Rover-ներ եւ X-Trail-ներ։ Այդ վաղ դա սկսվել։ Այդ դուք հետևանքն եք ասում եք, որ այն ժամանակահատվածում, երբ որ դու ազգային ժողովի փոխխոսնակ էիր, Ադրբեջանը բանակցային process-ում որևիցե բանի չհասնելով եւ աշխարհակահաղական որոշման հիման վրա հարձակվեց եւ քո եղբայրներին սպանելով Ղարաբաղից դուրս քշեց։ Իհարկե ցավում եմ դրա համար, նախ ցավում եմ, որ Արցախ չունենք։ Ինչա՞։ Արցախ չունենք, պարոն Սիմոնյան, ցավում ենք նաեւ դրա համար։ Պետք է դա Արցախ։ Լսեք, իսկ երբևիցե ունեցել ենք, ուզում եմ հասկանալ։ Ես չեմ հավատում, որ մենք երբևիցե ունեցել ենք։ Եթե երբևիցե ունեցել ենք, ինչի էր այս շենքում Իրան հաղթող հայտարարած կուսակցությունը եւ իր ղեկավարը Հայաստանի սահմանից այն կողմ տարածքային բաժանում անելիս գրում, որ այնտեղ Ղարաբաղ չկա։ Ինչի համար էր դա անում։ Կբացատրեք ինձ։ Եթե տենց էր։ Եթե տենց էր, ինչի իրենց ապագան չէին կառուցում նույն Ղարաբաղում, այլ կառուցում էին Հայաստանի Հանրապետություն, տատիկներին, պապիկներին թողնում էին այնտեղ իրենց գերեզմանների մոտ, բայց իրանք գալիս էին եւ հյուսային պողոտայում եւ ստեղ կենտրոնում շենքեր եւ բնակարաններ առնում։ Այդ ժամանակա է եղել։ Հիմա գալ ասել, որ երբ որ դու փոխոսնակ էիր, այդ ժամանակ եղավ ու դու դրա համար ցավում ես, թե չես ցավում, ես ցավում եմ յուրաքանչյուր վատ օրվա համար, որ իմ ժողովուրդը վերապրել է, որտեղ ես իր հետ վերապրել եմ։ Հիմա որ այնքան ցավալի է, որ այսօր ինչ որ մարդիկ եթերում իրենց թույլ են տալիս ասել, որ պատերազմի ժամանակ, Ղարաբաղի պատերազմի ժամանակ 5000 մարդ է զոհվել։ Այդ մարդիկ սրիկաներ են։ Այդ մարդիկ սրիկաներ են, եթե իրենք համարում են, որ կարող են մեր երեխաների թիվը 1000-ով ավելացնել, դա մեծագույն սրիկայություն է։ Պաշտոնական թիվը հայտարարված է։ Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է լինի, ուզում է նախկին իրեն նախագահ կոչող լինի, ուզում է ազգային ժողովի падգամավոր լինի, որ իրեն թույլ է տալիս եւ թույլ կտա հայտարարի, որ մի հայ երեխա, մի հայ տղա ավելի մահացել եւ դրա վրա քաղաքական դիվիդենդ է փորձում շահել, ինքը սրիկա է։ Ես ենթադրում եմ, որ դուք գուշակում եք ում եմ ասում, ինքը սրիկա է, ինքը ոչ միայն սրիկա է, նաև
Ենթագիտակցաբար որ ինքը գիտակցում է, որ ինքը մարդասպան է եւ ուզում է դա վերագրել եւ դրա վրա քաղաքական կապիտալ կառուցել։ Մի հատ էլ ասեմ, որ ինքը սրիկա է։ Այդ մարդկանց մասին է պետք խոսել եւ այդ մարդկանցից է պետք այսպես հարցադրումներ անել։ Այլ ոչ թե երիտասարդ ընտրված մի թիմի, որին փաստի առաջ են կանգնեցրել եւ հետո եկել ասում են, բայց ո՞նց եղավ, որ տենց եղավ։ Այդտենց եղավ, դուք ամեն ինչ արեցիք, որ տենց լինի։ Դե իրենք ասում են, եթե գիտեք այդպիսի խնդիր կա, չվերցնեիք իշխանությունը, եթե ծավալվենք երկար իրենց ասելիքը ուրիշ կոնտեքստում են դիմադիրների նկատմամբ։ Իրանք ասելու, Սոնա ջան, իրանք չունեն խոսելու բան։ Եթե ինչ-որ բան կա ասելու, տեսեք, վարչապետը երբ որ առաջարկում է 3 նախկին նախագահի պաշտոն զբաղեցնող անձանց բանավեճ, դրա համար է առաջարկում։ Ինչ ունեն, ինչ խնդիր ունեն, եթե իրանք այդքան արդար են, թող գան ուղիղ եթերում, ասեն, գիտեք ինչ, սենց է եղել, այլ ոչ թե սենց է եղել։ Թող փաստերով խոսեն։ Էկրանը, տեսախցիկը հայ մարդուն խաբել չի լինում, չի ստացվում։ Տեսախցիկը մի հատ դենց հետաքրքիր բան ունի, հա, դենց կախարդական բան ունի, ինքը ամեն ինչ որսում է։ Դուք դա լավ գիտեք, էլի։ Բռնում է, որ մարդը սուտ է խոսում կամ մարդը ճիշտ է խոսում, տեսախցիկը բռնում է եւ մարդու աչքը տեսնում է։ Թող գան խոսեն։ Իրանք երեքն էլ վախկոտ են։ Ռոբերտ Քոչարյանն էլ է վախկոտ, Սերժ Սարգսյանն էլ է վախկոտ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վախկոտ։ Իրանք վախկոտ են։ Իրանք վախենում են, ոչ թե վախենում են, որ չգիտեմ, այս իշխանությունը ինչ որ բան պետք է իրանց անի, իշխանությունը ինչ որ պետք է անի, անելու է, ինչ որ չի կարող անի, sense դրանից չի կարողանալ։ Իրանք վախենում են ժողովուրդը վերջնականապես կհասկանա, չնայած հասկացել է, դրա համար իրանք ձայն չունեն եւ չեն կարողանում ոչ մի բան անել, որ վերջնականապես կհասկանա։ Իրանք վախկոտների հավաքածու են։ Դուք կարծում եք, որ 2026 թվականին նորից ժողովուրդը ցույց է տալիս, որ իշխանությունը ձերն է լինելու, պարոն Սիմոնյան։ Իշխանությունը իրանցն է։ Ես ժողովրդին է նկատի ունեմ։ Այո, ժողովրդին է, իհարկե, իշխանությունը ժողովուրդ իրաք ինչ որոշեն էլ կանի։ Կորոշեն, որ Վարդանիկը պետքա լինի, ինչ որ մի Վարդանիկ պետքա լինի, հա, ազգային ժողովի նախագահ։ Թող որոշեն։ Ես կմերվեմ այդ մտքի հետ, ինչպես Գյումրիում մերվեցի։ Մեզ տենց մեղադրում են, չէ, ասում են բոլոր տիմն այն տեղերում, որտեղ որ ձեր ճուզած մարդիկ են, դուք ինչ որ բաներ ալնում, բան եւ այլ եւ այլ։ Հենա, ունենք վառ օրինակ, երկրորդ քաղաքը։ Այդ ինչ է անում այդ քաղաքի հետ կամ այդ ինչ ղեկավար է։ Ինքը չի հասկացել, որ ինքը մի 200 տարի հետ է։ Ինքը գիտի այդ իր դերասանական բաներով, այդ իր ելույթներով, իր երգելով, Ձեր ժողովուրդը ձայն է տվել, պարոն Սիմոնյան, Իրան չի ձայն տվել։ Մի քանի տարբեր կուսակցության է ձայն տվել եւ հետո շատ ու շատ մարդիկ գալիս ասում են, «Վայ, ոնց եղավ, որ կամ ոնքի սենց եղավ»։ Կամ այդ որ տենց խոսում են արժանապատվության մասին, ինչ որ բարձր թեմաների մասին, ասում են իրանք չեն միանա, ոչ մեկ իրանցից չի միանա, այնտեղ արյան հարց կա, սենց բաներ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ իրար տենց վիճում են, դե ասում են հենա, էլի իսկականից վիճում են իրար հետ։ Քաղաքական շահ եղավ, ինչպես Գյումրիի դեպքում, միանալու են, ինչ են անելու, բայց միանան, չմիանան։ Մենք պինդ մեր ժողովրդի հետ կանգնած ենք։ Ուզում են 2 անգամ միանան, ուզում են 3 անգամ միանան։ Դա միայն իրանց խնդիրն է։ Ներթիմային վերջին հարց եմ տալիս, խնդիրներ կան ձեր հետ կապված, Անջանիկ Քոչարյան, Հայկ Սարգսյան, Հայկ Կոնջորյան գուցե հերքեք նաև, իրենք դավեր են նյութում ձեր դեմ։ Ոչ մեկ իմ դեմ դավ չի կարող հյուսել։ Ինչ է խնդիրը։ Ես իմ թիմակիցների մասին ոչ մի բան չեմ խոսում։ Ես իմ թիմակիցների մասին չեմ խոսում։ Երբ որ ինչ-որ իրավիճակ է լինում, ինչ-որ մարդ մեր թիմը լքում է, դուք հարցի մեջ պատասխանը դնում եք։ Ես իմ թիմակիցների մասին չեմ խոսում։ Իրենք են ձեր մասին խոսում, ես ձեր հարցը հնչեցի։ Իրանք թող խոսեն, եթե նման բան կա, դա իրանց խնդիրն է։ Լարվածություն չունեք իրենց այդ անունները ում նշեցիք։ Ես չեմ խոսում, դա նշանակում է, որ չեմ խոսում։ Ես առաջարկում եմ անցնենք բլից հարցերին։ Ես կուզեմ, որ դուք նշեք падգամավորի հարց, որը ձեզ զարմացրել է։ Չեմ նշում տենց։ Ընդդիմադիր իշխանական, չեք հիշում։ Ձեր սրտի падգամավորը ով է։ Շատ ունեմ, որպես Արման Եղոյանը, շատ եմ սիրում Արման Եղոյանին, որպես падգամավոր, որտեղ իր ելույթները իմ համար դա ամենա ֆանատ նույնպես։ Ես Արման Եղոյանն, այո, ամենասիրվածս։ Ընդդիմադիր սրտիս падգամավոր, ընդդիմադիր,
Ինչ բարդ բան եք ասում։ Դե ֆրակցիաներ կան, 2 ֆրակցիա կան դիմադիր, կուզեմ որ նաև իրենց անունը նշեք։ Որ էլի կլսեք իրենց ելույթը։ Տարոն Մարգարյանը։ Գործիչ որպես քաղաքական։ Որպես պատգամ ոչ չի խոսում։ Գիրք, որը ձեր Տարոն Մարգարյանը։ Բայց սիրում եք, ձեր սրտի պատգամավոր։ Որպես պատգամավոր, որը որ չի խոսում, կոնդիմադիր պատգամավորը որ չի խոսում, իմ ամենասիրված պատգամավորն է։ Գիրք, որը ձեր կերպարի ձևավորման վրա ազդել է։ Ոչ մի բան չի ասի այդ անունը, ձեզ հայտնի գործ չի։ Կարող եմ հեղինակին ասեմ, որը որ ազդել է իմ գրելու ոճի վրա, On Henry գրող կա, իր գրելու ոճը ես շատ սիրում եմ, այսինքն երբ որ հիմնական տեքստը ասելու ժամանակ դու միջև վերջ չես բացահայտում, թե դու վերջում ինչ ես ասելու, իսկ վերջում դու արդեն բուն մեխը արդեն մատուցում ես, այդ ոճը շատ դուրս եկել է, ես մեկ-մեկ անում եմ։ Վերադառնալով դերասանի ձեր գործունեությանը, որ ժանրում կխաղայիք՝ կոմեդիա, դրամա, թե մարտաֆիլմ։ Ես դերասան չեմ եղել, Ինչ որ ժամանակ անցած գործունեությունը իրականացրել եք։ Ես զբաղվել եմ շոու բիզնեսով, նկարահանվել եմ տարբեր հեռուստաֆիլմերում եւ ինձ նույնիսկ այդ ժամանակ չեմ համարել դերասան, ինչպես նաեւ երբ որ Արարատ News-ի գլխավոր խմբագիրն եմ եղել եւ եղել եմ Արարատ ամսագրի գլխավոր խմբագիր, ինչ չեմ համարել խմբագիր, որովհետեւ իմ գիտելիքները, իմ ուսումը ես համարել եմ բավարար չի այդ բարձր կոչմանը ինձ վերագրելու համար։ Իսկ չեք ասի կոմեդիա, դրամա, թե մարտաֆիլմ։ Ինչ դերում կուզենայիք հայտնվել մի օր։ Որ դերեք խաղ։ Բաներ չեմ մտածել։ Չեք մտածել։ Աշխատանքային ծանր օրվանից հետո փաբ, թե տանը բազմոցին պարկած ֆիլմ սիրելի մարդու հետ։ Ֆիլմ սիրելի մարդու հետ։ Քաղաքական գործիչների ձեր նախընտրությունը ով է Հայաստանում ձեզ համար ամենաքաղաքական գործիչի էտալոնը ձեզ համար։ Իմ թիմակիցները ում հետ ես ճանապարհ եմ անցնում։ Նիկոլ Փաշինյան թե Լևոն Տեր-Պետրոսյան։ Դե լավ, ինչ անիմաստ հարց է, երբ Նիկոլ Փաշինյան ինչ։ Լևոն Տեր-Պետրոսյան թե Սերժ Սարգսյան։ Լավ էլի խնդրում եմ։ Պետք է մեկին ընտրեք։ Իհարկե Նիկոլ Փաշինյան, այսինքն ինչի պետք է ես արդեն ընտրել եմ, Սոնա ջան։ Ես մեկ ընդմիշտ ընտրել եմ։ Բլիցում պետք է ասեք։ Եկեք Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան թե Ռոբերտ Քոչարյան։ Սերժ Սարգսյան։ Տիգրան Արզականցյան թե Վարդան Ղուկասյան։ Ո՞ր մի Վարդան Ղուկասյանը։ Դուք ձեր մտքին ո՞ր Վարդան Ղուկասյանն է։ Տիգրան Արզականցյանը այնուամենայնիվ։ Անցնենք համաշխարհային, հա, լիդերներին՝ Վլադիմիր Պուտին թե Դոնալդ Թրամփ։ Դոնալդ Թրամփ։ Թրամփ թե Էմանուել Մակրոն։ Մակրոն։ Կիմ Չեն Ըն թե Էրդողան։ Էրդողան։ Եվ վերջին հարցս, դուք միշտ հարցազրույցներից դժգոհ եք լինում լրագրողների հարցերից եւ այլն։ Կուզեի մեր հարցազրույցը գնահատեիք 1-ից 5 բալանոց այդ սանդղակով։ 6։ 6։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, անկեղծ զրույցի համար։ Հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, մենք կհանդիպենք հաջորդիվ։